70-ից ավելի բազմաժանր ստեղծագործություն, գեղանկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, գոբելեններ։ Մարտի 28-ին Իջևանի Վերնատուն պատկերասրահում բացվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը։ Ես ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ այս տարիների ընթացքում կիրառական արվեստի ֆակուլտետը իր առաքելությունը կատարել է։ Այստեղ այն դարբնոցի աշակերտներն են, որոնք անցել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կրթական տարածքով։ Այստեղ բոլորը այն մարդիկ են, ովքեր հիացել և ստեղծագործել են Տավուշում։ Բոլորը Տավուշից են, բոլորը Տավուշով ապրող և Տավուշի գույներին սիրահարված։ Միջոցառմանը ներկա էին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ղեկավար կազմը, տեղական իշխանությունների անդամներ, արվեստագետներ, ուսանողներ, աշակերտներ, արվեստասեր մարդիկ։ Մեր հիմնական ցանկությունն է, որպեսզի նման միջոցառումները լինեն պարբերաբար եւ ցուցադրվեն այս աշխատանքները, որը մշակութասեր հասարակությունը մեր կարծիքով դրական կգնահատի եւ հիմնական նպատակը ել ավելի գովերքելու, ել ավելի արժևորելու մեր մայրերին, մեր քույրերին, ընդգծելու նրանց դերը եւ այս միջոցառման հիմնական նպատակն է հենց ուղղված էր դրան։ Ներկաները նշում են, որ այս և նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են արվեստի զարգացմանը, ամրապնդում համալսարանի և համայնքի միջև կապերը և ներշնչանքի աղբյուր են դառնում հատկապես երիտասարդության համար։ Կանանց տոնին նվիրված այս միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց կանանց դերը արվեստում և հասարակական կյանքում։ Այս երկու նկարներն են ներկայացված։ Մեկը նվիրված է Վահան Տերյանի ստեղծագործությանը, ես եմ ինքս նկարել, մյուսը մեր աշխատանքներից համալսարանում նկարվող, իսկ ցուցահանդեսի ընդհանուր նկարները մեր դասախոսներն են, շատերին առաջ անգամ ենք տեսնում ու շատ տպավորված ենք։ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը բաց կմնա այցելուների համար 2 շաբաթ։ Մուտքն ազատ է։